Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև 1000-ի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակումը դեռ ընթանում է, չի ավարտվել, հայտնել է ուկրաինական ռազմական աղբյուրը։ Այսօր ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե կողմերն ավարտել են ռազմագերիների փոխանակումը, ինչի մասին պայմանավորվել էին մայիսի 16-ին Ստամբուլի հանդիպմանը։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահն ասել է, որ ռուսական զինուժն Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի է ստեղծում։ Վլադիմիր Պուտինի խոսքով այժմ ռուսական զինուժը զբաղված է ուկրաինական կրակակետերը վերացնելով։ Մեր զինուժը ներկայումս լուծում է այս խնդիրը, հակառակորդի կրակակետերը ակտիվորեն ճնշվում են, աշխատանքները շարունակվում են։ Այս ֆոնին Բլումբերգը հղումանելով իր աղբյուրներին հաղորդում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Ընդ որում Եվրոպան եւ Միացյալ Նահանգները հանդիպման հավանական վայր են դիտարկում Վատիկանը, սակայն ռուսական կողմը հակված է դրանք շարունակել Ստամբուլում։ Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան եւ Կիևը դեռ չեն համաձայնեցրել այս հանդիպման դետալները։ Իհարկե, այս որոշումը չի կարող կայացնել մեկ կողմը, դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ Երբ ժամանակը գա, այս որոշումը բնականաբար կկայացվի։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ասել է, որ բանակցությունների երկրորդ փուլ կլինի, սակայն Վատիկանն այդքան էլ լավ տարբերակ չէ։ Սերգեյ Լավրովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի հուշագրի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ռուսական կողմն առաջընթաց ունի այս հարցում։ Հուշագիրը, որ համաձայնեցինք պատրաստել եւ հանձնել ուկրաինացիներին, արդեն իսկ կազմում ենք, հիմնվելով ամենահիմնարար բաների վրա, թե որոնք են այս հակամարտության բուն պատճառները եւ ինչպես պետք է դրանք վերացվեն։ Ըստ Լավրովի կարևոր կլինի նաեւ այն, թե որքանով լեգիտիմ կլինեն ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրողները, նրա խոսքով լավագույն տարբերակը կլինի այն, որ Ուկրաինայում մինչ այդ ընտրություններ անցկացվեն։ Ուկրաինայի նախագահն էլ ասել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա հնարավորինս շուտ, քանզի Ուկրաինայի շահերից չի բխում պատերազմի երկարաձգումը։ Ողջ աշխարհին է հայտնի, որ Ռուսաստանի մեղքով է պատերազմը դեռ շարունակվում, մինչդեռ Ուկրաինան անում է անհրաժեշտ ամեն բան այն դադարեցնելու համար, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Մենք մեր կողմից կատարում ենք անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից փոխադարձ պատրաստակամությունը եւ այն դեռ չկա։ Առանց գլոբալ ճնշման սա չի փոխվի։ Մինչ Մոսկվան ու Կիևը որոշում են հաջորդ հանդիպման տեղն ու ժամը, մեծ յոթնյակի երկրները Կանադայում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել են, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին, ապա կմեծացնեն ճնշումը, այդ թվում պատժամիջոցների հետագա խստացման միջոցով։ Իսկ այս ընթացքում ռազմական գործողությունները շարունակվում են։ Երրորդ օրն է ուկրաինական զինուժն անօդաչուներով հարձակվում է Մոսկվայի եւ այլ քաղաքների վրա։ Մոսկվայում տասնյակ անօդաչուներ են խոցվել քաղաքի կենտրոնում, այդ թվում Կրեմլի շրջակայքում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են տեղակայվել։ Գիշերը մի պահ դադարեցվել է Մոսկվայի եւ 4 այլ քաղաքների օդանավակայանների աշխատանքը։ Լիպեցկում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել գործարանում, որը մարտկոցներ է արտադրում նաեւ անօդաչուների համար։ Տուլայում 20-ից ավելի տուն է վնասվել։ Պոլտավայում ռուսական հարվածից ձեռնարկություն է ավերվել։ Ռուսական կողմը հաղորդել է, որ Խարկովում եւս մեկ բնակավայր է վերցրել։